Կումկվատը էկզոտիկ անսովոր պտուղ է, որը շատերին հիշեցնում է մանդարին, բայց ունի իր սեփական յուրահատկությունը։ Այս փոքրիկ ոսկեգույն պտուղը կարելի է ուտել ամբողջությամբ, նույնիսկ կեղևով։ Կեղևը քաղցր է, իսկ միջուկը թթվաշ է, ու հենց այդ հակադրությունն է դարձնում կումկվատը այդքան համեղ և հետաքրքիր։ Պտուղները ուժեղ և հաճելի բույր ունեն։ Դրանց կեղևը ուղղակի հագեցած է եթերներով։ Կումկվատը ուրախության միրգ է, քանզի այն դրական ազդեցություն է գործում նյարդային համակարգի վրա և հաճելի տրամադրություն է ստեղծում։ Միրգը ակտիվացնում է ուղեղի գործունեությունը և բարձրացնում է իմունիտետը, լավացնում է նյութափոխանակությունը և անփոխարինելի է նրանց համար, ովքեր երազում են նիհարել։ Կումկվատի 100 գրամը պարունակում է 71 կիլոկալորիա, պարունակում է մի շարք միներալներ և վիտամիններ, B խմբի վիտամիններ, վիտամին C, կալցիում, կալիում, երկաթ, մագնիում, ֆոսֆոր, նատրիում, ցինկ։ Այս պտուղը օգտագործում են ինչպես հում, այնպես էլ մշակված վիճակում։ Պատրաստում են մարմելադներ, մուրաբաներ, լիկյորներ, ցուկատներ, ջրեր։ Այս փոքրիկ արևի պտուղը հաճախ օգտագործվում է թեյերի, մուրաբաների, դեսերտների և նույնիսկ կոկտեյլների մեջ։ Կումկվատ պտուղը ռուտի տեսակի ծաղկող բույսերի ընտանիքի փոքր պտղատու ծառերի խումբ է։ Պատկանում է ցիտրուսայինների դասին։ Այս պտուղը գույնով և ձևով շատ նման է նարինջի, բայց շատ ավելի փոքր է մոտավորապես մեծ ձիթապտղի չափով։ Կումկվատը բավականին ցրտադիմացկուն ցիտրուս է։ Համաձայն վերջին գենոմային վերլուծության, այս պտուղները պատկանում են 3 մաքուր տեսակների՝ ցիտրուս հինցի, ցիտրուս մարգարիտայի և ցիտրուս կրասիֆոլայի, ընդ որում ճապոնական X ցիտրուսը վերջին երկուսի հիբրիդն է։ Կումկվատի հայրենիքը հարավային Չինաստանն է։ Կումկվատների մասին պատմական հիշատակումը կայսերական գրականության մեջ հայտնվում է առնվազն 12-րդ դարից։ Սրանք վաղուց մշակվել են Արևելյան Ասիայի, Հարավային Ասիայի և Հարավ-արևելյան Ասիայի այլ մասերում։ Եվրոպա են ներմուծվել 1846 թվականին Լոնդոնի այգեգործական ընկերության կոլեկցիոներ Ռոբերտ Ֆորչունի կողմից, իսկ կարճ ժամանակ հետո բերվեցին Հյուսիսային Ամերիկա։ Կումկվատի բույսերը ունեն առանց փշերի ճյուղեր և չափազանց փայլուն տերևներ։ Դրանք ունենում են նուրբ սպիտակ ծաղիկներ, որոնք հանդիպում են ծաղկաբույլերի կամ առանձին տերևի առանցքների ներսում։ Բույսերը կարող են հասնել մինչև 2,4 մետր բարձրության, իսկ լայնությունը 1,8 մետր։ Տալիս են դեղնանարնջագույն պտուղներ, որոնք օվալաձև են կամ կլոր։ Պտուղները կարող են լինել մոտ 2,5 սանտիմետր տրամագծով և ունենալ քաղցր համ, թավոտ կաշի և թեթևակի թթվային ներքին միջուկ։ Կումկվատի բոլոր ծառերը ինքնափոշոտվում են, կարող են դիմակայել ինչպես սառը, այնպես էլ տաք ջերմաստիճանին։ Ցիտրուսային տաքսոնոմիան բարդ է և հակասական։ Տարբեր համակարգեր կումկվատների տարբեր սորտերը դասակարգում են առանձին տեսակների կամ միավորում են երկու հիմնական տեսակի մեջ։ Բուսաբանորեն կումկվատի տեսակներից շատերը դասակարգվում են որպես առանձին տեսակներ, այլ ոչ թե սորտեր։ Պատմականորեն դրանք դասվում էին ցիտրուսների շարքին, սակայն ցիտրուսային տաքսոնոմիայի Սյուինգլ համակարգը դրանք առանձնացրեց, դարձնելով առանձին տեսակ՝ Ֆորտունելլա։ Վերջին ֆիլոգենետիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք իսկապես պատկանում են ցիտրուսայինների դասին։ Վերջերս գենոմային վերլուծություններից մեկը եկել է այն եզրակացության, որ գոյություն ունի կումկվատի միայն մեկ իրական տեսակ, սակայն վերլուծությունը չի ներառում հոնկոնգյան սորտը, որը դիտվում էր որպես առանձին տեսակ բոլոր նախկին վերլուծություններում։ 2020 թվականի վերանայումը եզրակացրեց,
որ գենոմային վերլուծության տվյալները չեն բավարարում վերջնական եզրակացության հանգելու համար, թե կումկվատի որ սորտերն են իրենցից առանձին տեսակներ ներկայացնում։ 2022 թվականին մշակված և վայրի սորտերի գենոմի մակարդակով վերլուծությունը հանգեցրեց մի քանի եզրակացությունների։ Հեղինակները գտել են այն հիմնավորումը, թե ինչպես են կումկվատ պտուղները բաժանվում ենթատեսակների։ Կումկվատները շատ ավելի դիմացկուն են, քան ցիտրուսային մրգերը, ինչպիսիք են նարինջը։ Գարնանային սերմնացանը ամենաիդեալականն է, քանի որ ջերմաստիճանը նպաստավոր է, անձրևի և արևի ավելի մեծ հավանականությամբ։ Սա նաև բավականաչափ ժամանակ է տալիս ծառին, որպեսզի լավ հասունանա մինչև ձմեռ։ Վաղ գարունը տնկի փոխպատվաստելու լավագույն ժամանակն է։ Սրանք իրենց ավելի լավ են զգում արևի ուղիղ ճառագայթների տակ։ Պահանջվում է օրական 6-ից 7 ժամ և տնկվում են անմիջապես հողի մեջ։ Կումկվատները սերմերից լավ չեն աճում, ուստի դրանք բազմանում են վեգետատիվ ճանապարհով, այլ ցիտրուսային մրգերի, արմատակալների, անդալիսների կամ կտրոնների միջոցով։ Կումկվատի կեղևի եթերայուղը պարունակում է մրգի բույրի մեծ մասը և կազմված է հիմնականում լիմոնենից, որը կազմում է ընդհանուրի մոտ 93%-ը։ Բացի լիմոնենից և ալֆա-պինենից, որոնք երկուսն էլ համարվում են մոնոտերպեններ, յուղը անսովոր հարուստ է սեսկիտերպեններով։ Կարբոնիլային միացությունները կազմում են մնացորդի մեծ մասը և դրանք պատասխանատու են տարբերվող համի զգալի մասի համար։